Տիլդա բա ինչ ես սարքել։ Դե բացես ես։ Ինչ ես սարքում, բայց Դու տնակը վկետը։ օգնեմ։ Կարս Հանեմ։ բացես։ Ճաշում պատասում Մի մոտավորապես պատկերացնում ես ինչով վերջում ստացվել է։ Դա ինչ եղավ եղավ։ Ինչ ես սարքում։ Բա ձուն ուրա։ Չուն պեշա մաման գնար վապերիկա։ Մի պուճում տեմ շանիչ։ Որից։ Շանի մի պուճում։ Կեր։ Սա քո առաջին ճաշն է, թե էլի ես սարքել։ Նով եկավ։ Մաման է։ Մամա։ Չեկավ, գնաց որ զուբեի։ Ում համար է սա անում։ Քո պապային և մամային նյար ապշին։ Բայց վստահ ես որ կուտեն։ Այս հարցի մասին Մաթիլդան չէր մտածել, բայց կարող է եւ կարևորել չի։ Մաթիլդան փոքր աղջիկ է, Տիգրանի ու Լարայի երեխան, սիրում է կատուների ու գայլերի։ Սկզբում գայլերից մի քիչ վախենում էր, բայց վերջերս ընկերացել են։ Այսօր մենք իրար հետ համով բաներ ենք սարքելու, ընթացքում հասկանանք կոմերցիոն կինոյի ու հեղինակային կինոյի տարբերությունը։ Տեսել եք, չէ՞ որ կա կոմերցիոն կինո ու հեղինակային կինո։ Եթե չէ, հիմա պարզ ու արագ բացատրում եմ այդ ամեն մեկը որն է ու իրանց տարբերությունը։ Շոպեցամ։ Շոքեցիր։ Հա։ Սպասի հանեմ դե։ Այս ստեղծագործական process-ը տենց բան է։ Հասկանում ես։ Շոքում ես, մրսում ես։ Սալետ կնում է։ Կարևորը դու քո գործը մինչև վերջ անես։ Այս ստենք խփել, նա ին վրա էլ կա։ Որ նկարենք, հետո կուզենը լսվի վիդեոյում։ Մի բացատրում եմ, թե ոնց են սարքում կոմերցիոն կինոն։ Վերցնում ենք ինչ-որ սիրո պատմություն, սենց բուրըն իսկական սեր պետք է լինի։ Հեքիաթներում, գրքերում վաբշե որ կային, որ մարդիկ սեր ասելով պատկերացնում են, ինչ դժվար է սերը բացվում։ Լցնում ենք սերը, կարա happy end չունենա, լավ ավարտ չունենա, կարա ողբերգական ավարտ ունենա, ինչ-որ տրագեդիա լինի, Ռոմեո Ջուլիետի նման։ Ավելի գրավիչ է տենց բանը մարդկանց համար։ Ավելի էմոցիոնալ է, էլի կպնում, ավելի ուժեղ սենց։ Երբ որ happy end-ա լինում, վերջում ասում են դե վсё, իրանք իրանց ուզածին հասան, տենց մոռանում են, բայց այդ տրագեդիայով ավարտվող սերերը միշտ տենց հետ են քաշում մարդկանց, որ էլի նայեն։ Խոսքով տենց էմոցիոնալ ավելի ուժեղ էֆեկտ է ունեն։ Վերցնում ենք ինչ-որ կատաստրոֆա, աղետ, մեծ սենց ինչ-որ աղետ բնական։ Ցանկալի է լինի ոչ թե հորինված բան, ինչ-որ ասենք, չգիտեմ, այլ մոլորակայիններ եկան, երկիրը վերանում աշխարհի վերջն է եւ այլն, այլ ռեալ եղած բան, որ սաղ մարդիկ գիտեն։ Տենց ոնց որ մարդը ենթագիտակցորեն ավելի լուրջ է վերաբերվում։ Կերպարները պետք է լինեն միաշերտ, չար կերպարները միշտ պետք է լինեն չար, բոլոր իրավիճակներում, բարիները բարի։ Որ մարդը տենց երկար մտածելու բան չունենա, էլ ինչ-որ բարդ փիլիսոփայական ինչ-որ տենց բաներ պետք չի։ Տենց կերպարներ են ավելացվում, կերպարները պետք է խոսան այն, ինչ-որ մտածում են, առանց ինչ-որ բարդ մտքերի, առանց էգզիստենցիալ հարցերի, առանց խորը փիլիսոփայական ինչ-որ բաների, էլի նրա համար, որ մարդը երկար մտածելու, տանջվելու, ինչ-որ ուղեղ աշխատացնելու բան չունենա, որովհետև մարդը այս դեպքում ոնց որ մեր համար ինչ-որ մեկնա, ով պարտավոր չի հետաքրքրվել մեր արածով, իրան պետքա մաքսիմում հեշտ հասցնել տեղ այդ ամեն ինչը, որ ինքը Տան, գնալու ես գործի։ Ես մի գործի եմ, ես իմ գործի տեղն է։ Չէ սևերաննա։ Ես գործի տեղ չունեմ։ Ռեժիսուրան լինում է մաքսիմում պարզ, կարանք որպես համեմունք ավելացնենք ինչ-որ soundtrack, շատ պարզ, պրիմիտիվ երգ, ինչքան պրիմիտիվ այդքան լավ, որ հեշտ հիշվի։ Մի քանի նոտայով, տենց հեշտ հիշվող, որ հիթ դառնա, տարածվի շատ, ու որ լսեն միանգամից կապեն այդ կինոյի հետ։ Soundtrack-ն էլ ավելացնում ենք ու մեր կոմերցիոն կինոն պատրաստ է։ Սենց ունենում ենք ինչ-որ բան, որը ենթադրվում է, որ մեծ պահանջար պետք է ունենա։ Այս ձեզ սենց կինոն կնայեն, թե չէ։
Հենց նոր ես սարքեցի Տիտանիկը, այս կինոն սաղդ գիտեք, 1997 թիվ, ռեժիսորը Ջեյմս Քեմերոնն է։ Տիտանիկը ամենամեծ եկամուտ ունեցող ֆիլմն էր մինչև 2009 թիվը, երբ նկարվեց Ավատարը, որի ռեժիսորը նորից նույն Ջեյմս Քեմերոնն է։ Ջեյմս Քեմերոնը կոմերցիոն ռեժիսոր է, ոնց որ իր սարքածը միշտ էսա։ Տիտանիկն էլ է նույն ձևի կինո, Ավատարն էլ է նույն ձևի կինո ու իր կինոները միշտ դառնում են կլասիկա, որովհետև աշխարհի վրա համարյա սաղ մարդիկ նայում են։ Հենց անում, որ հասնի այդ սաղ մարդկանց։ Բոլոր մարդկանց երկիր մոլորակի վրա հասնի այդ կինո։ Չգիտեմ ինչ կատարվեց օպերատորը կորավ։ Մամա։ Թիլդա ձուա բերեմ մամա։ Չու։ Վայ։ Չու։ Ոնց որ այդ ինչ-որ նկարագրում էի ծայրահեղ կոմերցիոն կինոներ, իսկ ստե ինչ կատարվում է, այդ ծայրահեղ հեղինակային կինոն է։ Իրան вообще հետաքրքիր չէ, ինչ որ ինքը սարքմով կուտի, դուրը կգա, ընդունված է, sense թե չէ։ Ոնց որ ստեղծագործում է ինքը իր համար էլ ինքը թքած ունի աուդիտորիայի վրա, մարդկանց ճաշակի, ստատիստիկայի, ինքը անում է, ինչ իրան դուր է գալու։ Ու կարա իրան էլ դուր չգա, կարա ինքը կեսից փոշմանի գնա հենց մի։ Էս է պեճանք։ Это наш харчут. Էս է պեճանք։ Это наш харчут. Ծայրահեղ հեղինակային կինոն կարա մաքսիմում անհասկանալի լինի նայողին։ Կարա դիալոգներ չունենան ընդհանրապես, կարա շատ բարդ դիալոգներ լինեն, կարա տևողությունը լինի 7 ժամ խոսքի, ոնց որ Բելատարի Սատան տանգոն։ Չեմ նայել, բայց այդ դու նայել ես տիպ։ Լրիվ նայել ես։ Խնդրեմ։ Իրան պետք էլ չի էլի որ նայի ինչ-որ մեկը դրա համար 7 ժամ է։ Էս ինչ եմ շոքել։ Էս։ Շատ լավ է։ Կարճ ինչ է ասում։ Կոմերցիոն կինոյի ռեժիսորը, ավելի ճիշտ ոչ թե ռեժիսորը, այլ հեղինակը, որովհետև շատ վաղ կոմերցիոն կինոյում ռեժիսորը չի որոշում։ Պրոդյուսերը կամ ինչ-որ մեկը, ով այդ ամեն ինչը անում է, իր նպատակն է, որ մաքսիմում շատ մարդ նայի, մաքսիմում տարբեր շերտերի մարդկանց դուր գա այդ ամեն ինչը, մաքսիմում շատ ծախվի, ծախսերը արդարացվեն, լիքը փող գա, որ համարեն ստացված։ Իսկ ծայրահեղ հեղինակային կինոն որ նայում եմ, էլ չեմ ուզում բացատրեմ, որովհետև կոնկրետ հենց էսա էլի ինչ որ մի կատարվում։ Վաու։ Կինո նկարելու այս երկու ձևն էլ իմ սրտով չեն, երկուսն էլ չեմ համարում լավ կինո։ Իմ պատկերացրած լավ կինոն այս երկուսի մեջտեղինն է, էլի, այսինքն եթե տենց պրիմիտիվ բացատրեմ, վերցնում ես այս հեղինակային կինո ստեղծելու այն գլխավոր սկզբունքը, այսինքն անում ես այն, ինչ որ առաջին հերթին քեզ պետքա դուր գա, ոչ թե անում ես նախորդ հաշվարկելով, թե ինչ մասայի համար է, դուր կգա, դուր չի գա, ինչ տրամադրություն ունի այդ մասան, ինչ գաղափարների է դեմ, ինչի է կողմ եւ այլն։ Չես հաշվարկում այդ ամեն ինչը, անում ես նենց ոնց դու ես ուզում, բայց սենց ծայրահեղ թքած չես ունենում, էլի ոնց որ աուդիտորիայի վրա։ Կապը հանդիսատեսի հետ պետքա չկորցնես, էլի չպետք կտրվես լրիվ։ Այսինքն ոչ այնց, հա։ Տենց կինոյի օրինակ Տարանտինոն է։ Իդեալական միքսն է, ինքը ստեղծում է կոմերցիոն հեղինակային կինո։ Ինքը ժարիտ է սարքում, բայց նենց է սարքում, ոնց ուրիշ ոչ մեկը չի կարող սարքել։ Թիլդա ուտելու ենք, բայց վերջում հետ։ Սենց լավ կինոյի օրինակա նաև Մատանիների տիրակալը։ Պիտեր Ջեքսոնը ի տարբերություն Ջեյմս Քեմերոնի ապուշ բաներով չի խաբել մարդկանց, նկարել այն ինչ իր սրտում է, բայց նաև մտածելով դա անել նենց, որ լիքը մարդու սրտին էլ կպնի։ Մատանիների տիրակալն էլ է, էլի տենց կոմերցիայի ու հեղինակայինի twin mix-ը։ Օրինակա, թե ոնց պետք է լինի լավ կինո։ Մի օրինակ, այս բանը Թիլդայի սարքածը որը մի ոնց որ ակնհայտ է, որ ծայրահեղ հեղինակային բան է, էլի։ Ոնց որ նախատեսված չի լայն աուդիտորիայի համար, չես կարող խոսքի սա տանես ռեստորան, ինչ-որ մեկին կերակրես, բայց եթե ինքը մի քիչ մտածի մի սարքելուց այն մարդկանց մասին, որ կերակրելու է դրանով, կարա
ձևը գտնի մատուցելը։ Պետքա պրոստը ուզի, էլի, այսինքն այդ բարդ մտքերը տարօրինակ դիալոգներ, կերպարներ եւ այլն։ Այդ ամեն ինչը երբ որ խախտում ես, դու պետքա կարողանաս բացատրես նաեւ այդ ամեն ինչը քո քեզ նայողին։ Երբ որ ինչ-որ աբսուրդ միտք ես արտահայտում, դու պետքա այդ միտքը նայողի լեզվով ասես, որ ինքն էլ մի քիչ հասկանա, թե դու ինչ ես ասում։ Որովհետև արվեստը ոնց որ արվեստ է, այնքանով ինչքանով մարդկանց կյանքա մտնում։ Նկատի չունեմ պետքա պարտադիր ինչ-որ ես իմիջեր անի, հեղափոխություններ անի, բայց պետքա հասնի էլի հանդիսատեսին, եթե չես ձգտում բացատրես քո մեջինը քեզ նայող մարդկանց, ուրեմն ոնց որ անիմաստ է այդ նկարել էլի, իմաստը որն է, նա դու գիտեիր, մել դու գիտես, ոչ մեկ չի հասկացել։ Իսկ հիմա այս ամեն ինչի կոնտեքստում հայկական կինոյի մասին, հայկական ժամանակակից կինոյի, Փարաջանովին ու Փելեշյանին մի կողմ ենք դնում, որովհետև այսօրվա հայկական կինոն է նա, ինչ նկարում են այսօր։ Հեղինակային կինո հայկական, տես որպես այդպիսին գոյություն չունի, կամ շատ քիչ են, շատ սենց փախած, ընդհանրապես ամեն ինչից կտրված հեղինակներ են, ովքեր կամ չեն ստեղծագործում պրոստը, խռոված աշխարհից իրանց անկյուններում տենց լրված են, կամ եթե ստեղծագործում են, ոնց որ նկարում են ինչ-որ կոնկրետ նպատակներով, ինչ-որ փառատոնային կինոներ, որ ոնց որ լայն հանրությունը կյանքում չի տենում։ Լսում ես, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան է նկարել, ու այս 10 տարի է ինքը դա ինչ-որ եվրոպական փառատոններով սենց պտտում է։ Ոնց որ եթե ուզես էլ չես կարող տենաս այդ կինոն տարիներով։ Հեղինակային կինոն իմ պատկերացմամբ Հայաստանում տենց վիճակում է, կամ էլ ես լավ տեղեկացված չեմ, նենց չի, ես բոլորի հետ շփվում եմ բանման, ես կարամ անթիվ անգամներ կրկնեմ, որ ես տենց շփվող մարդ չեմ։ Ասած սենա կարամ եւ սխալվեմ էլի, կարա ինչ-որ մեկը հայտնվի, ասի ես ստեղ եմ, ես էս եմ արել, դու չես տեսել, ասեմ ցավդ էլ տանեմ։ Բայց ինչքանով որ ես գիտեմ, այդ եմ ասում։ Ու կա կոմերցիոն կինո, որը ոնց որ հենց այն է, ինչ որ հասկանում են հայկական կինո ասելով, հենց այդ է։ Բայց խնդիրը այն է, որ կոմերցիոն կինոյի ստեղծողները այդ կարտոչկի ժարիտը, որ սարքում են, միշտ կամ հումա կամ վառածակ, որովհետև սխալ բանի վրա են շեշտում։ Դες լավ ժարիտ չեմ սարքել, հայկական կինո է։ Որովհետև կրեշկով փակում է, սա օրա կրեշ կրեշկով փակում։ Լավն է։ Կինոն պատմությունն է, որը մարդկանց պատմում է այդ կինոյի հեղինակը, ռեժիսորը։ Տեխնիկական ամեն ինչը պետքա ծառայի պատմությանը, եթե չկա լավ պատմություն, լավ պատմող, ինչքան էլ տեխնիկապես լավ արված լինի, մեկը այդ կինո չի։ Վարուն պամիդորը կադրում ինչ սիրուն են, չէ՞, միշտ։ Օ, вообще խոհանոցը կադրում։ Ես կարամ ես ուտան։ Ես զգացում եմ մարդու նոր ամենահաճելի բան խոհանոցն է։ Սիլվան մի հատ ծվոտը։ Ու եթե կա լավ պատմություն, բայց պատմողը դա պատմում է ոչ թե մարդկանց, այլ իր նման ուրիշ մասնագետների, որ գնահատեն իրան, կամ ինքը իր համար է պատմում, այդ էլ կինո չի։ Ճիճայի, ներկայում եմ, ճիճայի։ Սենց էլի։ Պրոստ սոված ենք, տենց հաց ենք սարքում, մնացածը կարևոր չի։